Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրենք ամբողջ իրենց քարոզարշավը փորձել էին կառուցել անձի կողքը, ոչ թե քաղաքական թիմի կողքը, մենք դրա մասին խոսել ենք, գրեթե իրենց թիմակիցների մեծ մասը ասում են մենք ինչ կապ ունենք ՔՊ-ի հետ, մենք Նիկոլետ ինչ կապ ունենք, սա մեր քաղաքն է, մենք մեր քաղաքի համար ենք անում, այդ իրանց դա նույնպես քարոզչական ձև էր, որովհետև գիտեին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը բավականին ցածր է, բայց իրենք դա չհասկանալով ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որը իր ծրագրերը նույն մայրաթոռի հետ կապված, այսինքն սա ասում եմ իր գրառումը իրականացնելու, այսինքն որ մենք ձայն ենք տվել կոնկրետ անձի, կոնկրետ չենք տվել որևէ կուսակցության, ինձ թվում է նախ ասողներից շատ-շատերը դա հասկանում են, պարզապես ամաչում են ասեն, որ իրենք ՔՊ-ին են ձայն տալիս, բարձրաձայն։ Ովքեր էլ չեն հասկանում, քարոզչական հնարքների տակ են մնացել։ Ինչի մասն է խոսքը, եթե սա քաղաքական ընտրություններ են, եթե կոնկրետ թեկնածուին ձայն ես տալիս ես այդ քաղաքական թիմին, ինչպես կարելի ասել մենք ձայն ենք տվել թեկնած։ Դու քո ձայնը նախ տալով մի օգուտ չես տալիս ես ամբողջ թիմին, տալիս ես կուսակցությանը, տալիս ես այդ ավականու բոլոր թեկնածուներին, ես կարծում եմ այդտեղ կա երկու տարբեր մոտեցում, այսինքն առաջինը դա մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնքան վատ է վարվում հայ ժողովրդի հետ, որ մարդիկ ամաչում են, ասեն իրենք ՔՊ-ին ձայն են տվել։ Եվ երկրորդը մնացել է մի մասներ, մնացել է քարոզչական ինչ-որ հնարքների տակ, սա է։ Ես ասեմ, որ մենք նորից ասեմ, դեռևս քննարկումներ չենք ունեցել, չենք կարողացել պարզել ինչ ենք, բայց ես վստահ ասեմ, մենք շատ լավ աշխատանք ենք տարել, ստացված ձայները մեր փաստում է, որ մենք տարել ենք։ Միգուցե ընդդիմադիր մյուս ուժերին է պետք է հարցը տալ, իրենք ինչ չեն արել, որ իրենց ակնկալվող ձայների նույնիսկ կեսի չեն հավաքել։ Պետք է մյուս ընդդիմադիր ուժերին այս հարցը տալ Մայր Հայաստանին, հարցը տալ Հայրենիք կուսակցությանը, Ժառանգությանը, այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր դաշտից մասնակցում էին։ Մենք փաստ քվեարկության արդյունքները 32% մեր թիմը ձայն է ստացել։ Ինձ թվում է գլոբալ ընդդիմության դաշտում յուրաքանչյուրը ամեն իրեն ընդդիմադիր համարող կուսակցություն, սա ինքը պետք է վերլուծի, ինքը պետք է հասկանա, որովհետև ազգային ժողովի համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշող ընտրությունները սարերի ետևում չէ։ Իսկ ինչ վերաբերում է մենք ինչ այնպես չենք արել, միշտ կարող ենք ասել, որ այսա սենց անեն կլինի, բայց մենք հստակ տեսել ենք, որ մենք քարոզարշավի ընթացքում ինչ պլանավորել ենք, իրականացրել ենք բարձր մակարդակով, չենք ունեցել որևէ խոչընդոտ, բնակիչների կողմից չենք ունեցել, այսինքն հստակ մենք մեր ընտրազանգվածին կարողացել ենք տանից, այսպես ասած, մեր հորդորներով, մեր ծրագրերով ասել տանից հանել բերել ընտրության, ինձ թվում է ընդդիմության մնացած թևերը այստեղ անելիք ունեն եւ պետք է մտածեն, եթե իրանք ուզում են քաղաքական դաշտում շարունակեն իրենց ներկայությունը։ Ազատ արդար ընտրությունը բնականաբար վաղ շաբաթում կայացած չէ,
ընտրապայքարը միայն քվեարկության օրը քվեասենյակում չէ, ընտրությունը ասվածը սկսում է ընտրության օրը հայտարարելուց մինչ քվեարկության թերթիկները հաշվելը, մինչ տարածքային կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտնելը, այսինքն դիտորդական առաքելություններն ինչ են ասում, ասում են այս պլակատները, որ ամբողջությամբ անհավասար պայմաններով ամսից ավել փակցված է եղել, դա իր ազդեցությունը չի ունեցել։ Ինչ են ասում, ասում են, որ մարդկանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքներ ունենալու համար, դա իր ազդեցությունը չի ունեցել, այսինքն իրենք ընտրությունների ազդեցությունը ինչն են պատկերացնում, հա, եղել են դեպքեր, բաց քվեարկության դեպքեր, շատ մարդկանց ընտրացուցակներում մարդիկ գնացել, տեսել իրենց տան վրա մարդիկ են գրանցված, հիմա մենք դրա ընտրացուցակների հետ կապված մենք ուսումնասիրություն իրականացնում ենք, ինքը այնքան ծավալուն աշխատանք է, էլի, տենց մի ժամվա մեջ, երկու կամ մեկ օրվա մեջ հնարավոր չի, մենք իրականացնում ենք, իրականացնելուց հետո անպայման տեղյակ ենք պայելու հայտարարությամբ հանդես են գալու, քանի որ ընտրողների ստորագրված ցուցակները նաև փակ է ընտրապարկերի մեջ է մեկ անգամյա օգտագործման։ Մենք արձանագրելուց հետո դիմելու ենք տարածքային հանձնաժողովին, որպեսզի տրամադրի այդ կոնկրետ այդ տեղամասերի ընտրողների ստորագրած ցուցակները, որ մենք փորձենք այդ ամեն ինչը համեմատել իրենց հետ։ Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, դիտորդական առաքելությունները պետք է ամբողջ քարոզարշավի ընթացքում իրականացնել, ոչ միայն քվեարկության օրը գան տեղամասի մեջ կանգնեն, նայեն մեկը բաց ընտրեց, այն մեկին օգնողը չգրանցվեց կամ դիմացը կուտակում կա թե չկա։ Ես չեմ կարծում, որ ամբողջապես ընտրախախտման հետ կապված իրենք կարողացել են այս ամենը իրականացնել, իսկ մենք քարոզարշավի ընթացքում ամբողջը տեղեկացրել ենք ամբողջ այն ճնշումների, այն բռնաճնշումների մասին, այսինքն խախտում չէ, երբ որ հայտարարվել է ընտրության օրը, մարդիկ օրինակ մի անձի կրիշ են փոխում։ Հստակ կա տեսանյութը, մարդն ասում է, այս ինչ մարդն է կրիշս փոխում, դա խախտում չէ։ Խախտում չէ, գիշերով ասֆալտի վրա ասֆալտ անել է կիլոմետրով, խախտում չէ, Արգավանդի ընտրությունից մի քանի օր առաջ Արգավանդի ասֆալտը քերել, բերել լցնել Վաղարշապատի փողոցներում։ Թե դրանք ուղղակի խախտումներ չէ։ Իհարկե, մարդիկ ես չեմ կարող հասկանամ, խախտում, ընտրախախտում ոնց են պատկերացնում, լցոնում է։ Իհա, լցոնում չի եղել, ով չի հասկանում, որ չի եղել։ Մենք մնացել է լցոնումը լինել 21-րդ դարում։ Իսկ իրանք մինչև այդ գյուղական համայնքներում մոնիտորինգ փորձել են անել, երբ որ դպրոցի տնօրենները այդ մի դեպքը լավ բացահայտվեց, համայնքական ճակատ կուսակցություններ կարծեմ բացահայտել պատահականության սկզբունքով քարոզարշավ անելու, երբ որ դպրոցի տնօրենը օգնություն էր բաժանում քվեարկությունից մի քանի օր առաջ։ Մենք գիտենք նման դեպքերը մյուս գյուղերում եղել են, թե չեն եղել։ Ես գիտեմ եղել են, ուղղակի փաստ չունեմ, անկեղծ ասած, նկարած փաստ չունեմ։ Բայց մարդիկ կան, չէ՞, մարդիկ ասում են, որ մեզ էլ սենց արեցին, մեզ էլ նենց արեցին, էս արեցին, մեկի, չգիտեմ, ուսման վարձն արեցին, մեկի սրտի վիրահատության հետ կապված են օգնել։ Դիտորդական առաքելությունները կարծում եմ պետք է իրենց մոտեցումը ընդհանրապես ընտրախախտման, ընտրության հավասարության մասով պետք է մի հատ վերանայեն։ Մենք մնալու, իհարկե մնալու եմ, ես առաջ Աչակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն եմ, իդեպ նորաստեղծ կուսակցությունը առաջի անգամ մասնակցում էր ընտրություններին եւ բավականին շատ ձայներ ստացանք, նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, իրավունք չունենք մեր ճանապարհից շեղվելու, արժևում ազգային ժողովի ընտրություններն են, մինչ այդ մենք մեր ակտիվությունը, մեր թիմի ակտիվությունը ավականու կազմում պահելու ենք Իշահ, Վաղարշապատ եւ Վաղարշապատցու, հետագա աշխատանքներն ազգային ժողովի ընտրություններից առաջ կհասկանանք, թիմով կքննարկենք, կորոշենք ոնց ենք անել։